Տիր մեդիան ներկայացնում է։ Հայեր, հեռացանք մեր դիցերից, հասկացեք, դարերով մեզ պահել է ոչ թե օտարի լույսը, այլ մեր սեփական դիցերի ուժը։ Նրանք մեզ տվեցին ամենը, լեզու, երգ, ուժ, կամք, քաջություն ու սեր։ Իսկ այսօր մենք հեռացել ենք մեր արմատներից և մոլորված քայլում ենք օտար լույսի տակ։ Ուսուցիչներ, դուք մոռացաք Տիրին։ Գիտությունը, որ պետք է լիներ ճանապարհի հուշակ, դարձել է ճահիճ։ Ձեր խոսքը այլևս լույս չի տալիս, այլ միայն կրկնում է օտար ձայններ։ Ռազմիկներ, դուք դադարեցիք կանչել Վահագնին, դադարեցիք հաղթանակ պահանջել։ Ձեր սուրը ծանրացավ, սիրտը դատարկվեց, ձեր իսկ բազուկը կորցրել է իր ուժը, և ձեր դեմքը դարձրել եք օտարի պատներ։ Մայրեր, դուք չդիմեցիք Անահիտին, սերը, որ պիտի սրբություն լիներ, այսօր դարձել է մոդա։ Տան օջախը, որ հազարամյակներ եղել է ազգի սրբավայրը, վտանգված է։ Սիրահարներ, դուք այլ աստղեր եք փնտրում, բայց ոչ աստղիկի լույսը։ Ձեր սրտերը լցվում են անցողիկ փայլով, բայց ոչ հավիտենական սիրով։ Արդարություն որոնողներ, դուք չլսեցիք Նանեին։ Արդարությունը դարձել է շահեկան գործիք, ձեր իսկ թշնամու ձեռքում։ Երբ չես հիշում արդարության դիցին, դատաստանը դառնում է այն, ինչ ունես։ Արևի որդիներ, դուք անտեսեցիք Միհրիվ լույսի ուժը, ձեր ճանապարհները մնացել են մթության մեջ։ Հայեր, իմացեք, մեր դիցերը չեն լքել մեզ, մենք ենք լքել նրանց։ Եվ մինչ չվերադառնանք ի լույս Միհրի, մինչ չաղաչենք, որ դիցերը երազ գան ու ուղի ցույց տան, մենք կմնանք օտարի ստվերում, օտարին ծառա։ Դիցերը մեր ներսում են, նրանք չեն մահացել, նրանք սպասում են, որ մենք կրկին կանչենք նրանց։ Եթե չվերադառնանք մեր դիցերին, կկորցնենք նաև ինքներս մեզ և հավիտյան կդառնանք անտուն, անցեղ, անազգ ամբոխ, և սերմը քո էլ քեզ չի պատկանի։